որ ասում եք ուժեղ Հայաստանը, որ գար ներողություն խնդրեր կամ պարոն Ղազարյանը միանշանակ դիվիդենդներ կշահեր, մի մասի մոտ կշահեր, բայց խնդիրն այն է, որ ընդդիմադիր դաշտը, այդ թվում խորհրդան չանցած ուժերը, հիմա մարգինալ ուժերը, այդ թվում այս դահլիճում ներկա որոշ մարգինալ ուժեր, պարազիտանում են այս թեմայի վրա, ու իրանք ասում են ոնց կլինի, ոնց կարա անդիմությունը գա ներողություն խնդրի, օրինակ բարևարկության խախտման համար, հո դուք բան չեք, չգիտեմ, մի վարքյան, լռություն, բայց դա լռություն, պարոն Սիմիջյան, լռություն, պարոն Ասլանյան, լռություն, պարոն Սիմիջյան, լռություն, պարոն Սահակյան, լռություն, պարոն Ֆարմանյան, լռություն, բայց դա այն ռադիկալացման շղթան է, որի մասին ես խոսում էի, որտեվ քաղաքական ուժերը իրանք ռադիկալացնում են իրանց ընտրողներին, իրանց ընտրողները մտածում են, դե հեսա, ուրեմն պետք է իրան ներողություն արտահայտությանս համար հայհոյեն, հետո գալիս են դալիճ հասկանում են, որ սենց ապել չի կարելի, բայց արդեն վերջ, էլ ոնց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասել է սրիկա, մի սրիկա ասել է սրիկա, ու տենց ռադիկալացման շղթան գնում է, այդպես ռադիկալացման շղթան գնում է, ու ես ուզում եմ մի բան նշել, հարգելի գործընկերներ, մենք էլ ունենք ընտրողներ, որոնք օրինակ, իհարկե մենք երբեք թույլ չենք տվել ձեզնից ոչ մեկի վիրավորել, բայց որոնք ասում են օրինակ ոնց եք Վարդևանյանին ընտրել ազգային ժողովի փոխնախագահ, բայց մենք գիտակցում ենք, որ ռադիկալացման շղթան պետքա կոտրել, բայց դուք դա չեք գիտակցում, ու վստահաբար այն մեկ այն սուբյեկտը, որ ընդեղ նստած է, որ փախցրել տարել եք այն կողմ, բան ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար չի գիտակցում, բայց ինքը կգիտակցի, ես ձեզ դա խոստանում եմ, Տարոն Չախոյան